Բժիշկ Եփրեմյան, Շիրակից գանք Երևան, բժշկական համալսարան, որտեղ ոչ միայն ձեր մասնագիտական ճանապարհը սկսեցիք, այլ նաև ձեր ընտանեկան կյանքի արմատները։ Որն է ամենավառ հիշողությունը, որը ուսանողական տարիներից բերել եք ձեզ հետ։ Դե ձեր կինը արդեն ակնհայտ է, բայց կուզեմ մի քիչ ավելի հեռու գնաք։ Բժշկական համալսարանում սովորելու ընթացքում իհարկե չեմ ուզում հիշել այն վատ տարիներն էին նոր Հայաստանի Հանրապետության ձևավորում, մութ ու անլույս տարիներ, սակայն փորձում ենք այդ ամենի մեջ մեր ուսանողական կյանքը հնարավորինս ավելի լավ կազմակերպել, ընկերներ, ուսման process-ի հետաքրքրություն գտնել, մասնագիտական ձևավորման առումով փնտրտուք, ավելի հիշարժան, կարող եմ ասել անհոգ տարիներ են ավելի շատ, հոգսը շատ էր, բայց փորձում ենք ավելի անհոգ անցկացնել, ավելի գտնել այն ամենը, ինչը մեր հետագայում կմնար մնայուն կդառնար։ Այո, նշեցիք, որ ուսանողական տարիներում իմ կյանքի կեսին եմ գտել, միասին ենք սովորել, դա էլ ինչի չէ ուշագրավ է եղել, այսքան է երևի։ Դուք բարբառով հազվադեպ եք խոսում, բայց գիտեմ, որ երբ ինչ-որ կատակ եք անում կամ որևէ բան եք պատմում, որի մեջ կան հումորային տարրեր, անպայման Գյումրու բարբառն եք օգտագործում։ Ինչքան էլ հեշտ էր կտրվել բարբառից, Գյումրվա իրականությունից։ Անկեղծ ասեմ, չեմ էլ փորձել կտրվելու, իհարկե մասնագիտական առումով ավելի ճիշտ կլիներ, որ գրական ձևավորվեր խոսքս, ուժեր ջանք չեմ գործադրել, ինքը ամեն ինչ ստացվել է ինքնուրույն, մինչև հիմա էլ ինչքան էլ եթե նույնիսկ փորձեմ քողարկել, բարբառը զգացվում է, չի դավաճանում։ Ահա, տղաների մոտ էլ կա, ձեր ժառանգների մոտ։ Ոչ, իրենք Երևանում են ծնվել, մեծացել, ինչ-որ հումորային պահերին գուցե փորձում են այդպես մանավանդ մեծ տղաս, բայց հիմնականում կասեի չէ։ Դուք չափից դուրս պարտաճանաչ եք, նույնիսկ այս հարցազրույցին եկել եք մոտ 30 րոպե շուտ, իսկ հիվանդանոցային իրականությունում ձեր պարտաճանաչության մասին պարզապես միֆեր ու առասպելներ են պտտվում, դուք նույնիսկ դեղաչափերն եք ստուգում, քանի դեղաչափ է ներարկված, քանիսը ներարկված չէ, սա ինչ է, չեք վստահում, թե պարզապես ուզում եք տեղյակ լինել ամեն բանից, ինչը ձեր շուրջ տեղի է ունենում։ Ավելի ճիշտ դա բնավորություն է։ Բնավորություն, որ ճիշտ նշեցիք, արմատացած բնավորություն, ամեն ինչը լինի ճիշտ, լինի ուղիղ գծերով, լինի մուզածով, անկեղծ ասեմ, դա մեծ դժվարություններ է ստեղծում եւ մասնագիտության մեջ եւ կյանքում։ Լարվածության առումով շատ երկար այդպես շարժվելով բավականին լարված իրավիճակ է ստեղծում։ Իհարկե շատ անգամներ փորձել եմ շտկել, բայց անկեղծ ասեմ ինքնախապեյության համոզումով ինձ թվացել է թե շտկվում է, բայց ոչ։ Դա արմատացած բնավորության գիծ է, որ գուցե այդպես է պետք։ Հետաքրքրական է, որ ինքներդ եք նշում, որ դժվարացնում է կյանքը։ Ձեր իսկ դիմացիների մասին երբևէ մտածել եք, փորձել եք զսպել այդ պարտաճանաչության չափից դուրս մեծ զգացումը երբևէ։ Սկսեմ ընտանիքից, զգացել եմ, որ այդ բնավորության գիծ ինչ-որ դժվարություններ է ստեղծում, ասենք անհարմարություններ, գուցե պետք չի այդպես լինել, շտկվել են ինչ-որ չափով։ Մասնագիտության մեջ կլինիկայում շատ ջանք չեմ գործադրում շտկելու, որովհետև դա օգնում է շատ հարցեր իր ճիշտ տեղում լինելու։ Եթե զգում եմ, որ դա ինչ-որ ձևով նեղություն է տալիս, նեղում է դիմացինիս, աշխատակիցներին, թեկուզ ինչի չէ նաև բուժառուներին, փորձում եմ փոքր-ինչ շտկել, բայց համենայն դեպս գլոբալ առումով դժգոհ չեմ այդ իմ բնավորության գծից։ Ավելի շատ ինձ է նեղում, քան դիմացինիս։ Պարտաճանաչությանը զուգահեռ դուք նաև կատարելության եք ձգտում։ Ինձ պատմեցին, որ նույնիսկ երբ դեղատոմսի վրա կամ ինչ-որ բան գրելիս պիտի գիծ քաշեք,
կանոնը դնում եք, նոր եք գիծը քաշում։ Դե չափից դուրս պարտաճանաչ եւ պերֆեկցիոնիստ Հմայակ Եփրեմյան։ Սա ինչքանով է ձեր կյանքը բարթացնում եւ արդյոք բարթացնում է թե ոչ։ Եվ արդյոք կա կատարելություն ձեզ համար։ Միշտ ցկտել եմ բոլոր հարցերում կատարելություն տեսնել։ Պայքարել եմ, աշխատելով իրոք դա տեսնել, սակայն ներքուստ համոզված լինելով, որ դա երբեք չի լինի։ Պարզապես դա իմ բնավորության գիծն է։ Ինչ վերաբերում է կանոնին, սիրում եմ անել այն, ինչ ինձ բավականություն է պատճառում։ Այդ կանոնով գիծ քաշելուց ես լավ եմ զգում։ Տեսնելով ուղիղ գիծը ոչ թե ծուռ գիծը, դա այդպես սիմվոլիկ որպես օրինակ։ Իհարկե որ առանց կանոնի լինի ոչ մի բան չի դուժի, բայց գուցե այդպես է ստեղծված, որ այդ ուղիղ գծերով պետքա ինչ որ չափով ցկտել հասնել կատարելության աստիճանի շատ հարցերում։ Ուղիղը տեսնելով, սակայն նորից եմ շեշտում, դա համոզված եմ եղել, որ շատ հարցերում չի լինելու։ Այ դա է երևի ստեղծել նյարդային վիճակ, ասենք ավելի լարվածություն, որ իմ ուզածը չի լինում։ Բայց այդպեսին եմ։ Մենք խոսում ենք ուղիղ գծերի մասին, ուզում եմ սահուն անցում կատարենք ուղղախոսությանը։ Ինչքան ձեր քաշած գծերն են ուղիղ, նույնքան էլ դուք եք խոսքում ուղիղ, թերությունների մասին միանգամից եք խոսում եւ առանց տատանվելու։ Չէի ասի, հարցին չէի կարող բացարձակ մի պատասխան տալ, միանշանակ շատ դեպքերում թերությունները սիրում եմ շեշտել եւ ասել եւ անպայման հետամուտ լինել դրանց լուծումը տեսնելու, դրանց շտկելու համար։ Իսկ պատրաստակամությամբ եք ընդունում ձեր հասցեին հնչած թերությունների մասին բարձրաձայնումները։ Ոչ միշտ, բայց ընդունում եմ։ Համարելով, որ տվյալ անձի ճիշտ լինելու հարցում ինքնակնադատությունը իր սխալն ընդունելը դա պետք է բավականին բարձր մակարդակի վրա լինի, որովհետեւ շատ հարցեր լինեն իրեն ճիշտ տեղում։ Դուք բաժանմունքում բոլոր պացիենտների անուններն ու ազգանունները անգիր գիտեք, անկախ նրանից դուք բուժող բժիշկն եք թե ոչ, եւ խիստ հոգատարությամբ եք նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ։ Արդյոք ձեր նկատմամբ ձեր բուժառուները նույն հոգատարությունն են դրսևորում։ Չէ՞ որ դուք մարդ եք, որը նրանց կյանքի որակի վրա ուղիղ ազդեցություն է ունենում։ Ճիշտն ասած զգացել եմ, որ ամեն ինչ փոխադարձ է։ Իհարկե եղել են պահեր, որ ակնկալիքները ավելի քիչ են եղել սպասվածից, բայց ինչ վերաբերում է հիշելուն բոլորին, դա երևի բնատուր հիշողության մեջ մի քիչ փայլում եմ, այո, դրան դեռ մենք կանդրադառնանք։ Փայլում եմ, հիշում եմ եւ ղեկավարելով բաժանմունքը ուզում եմ, որ ես ամեն ինչից տեղյակ լինեմ։ Նույնիսկ բոլոր հիվանդների անունները իմ սեղանին գրված դրված են, ով երբ է վիրահատվելու, ինչ խնդրեմ ունի, ինչ բարդություններ կան, ինչ է սպասվում անելու, դա էլ ինչ որ օգնելով հիշողությանս շատ չծանրաբեռնելու, փորձում եմ գրելու ձևով, մի խոսքով նախասիրությունս այն է, որ ես պիտի ամեն ինչից տեղյակ լինեմ։ Եվ ինձ թվում է հաջողվում է։ Եվ օգնում է ամեն ինչից տեղյակ լինելը ձեզ։ Նախ ղեկավար լինելով պետք է ամեն ինչից տեղյակ լինել, այդ հարցում օգնում է եւ բնավորության գիծս այնպեսին է, որ ուզում եմ ամեն ինչ իմանալ, տեղյակ լինել։ Դուք նաեւ նվիրվող տեսակ եք։ Արդյոք փոխադարձ նվիրում պահանջում եք։ Դե հաճելի է, երբ այդ նվիրումը ստանում եք, բայց դուք տեսակով պահանջկոտ եք, թե ուշադրության հետ կապված, թե նվիրվածության, թե հոգատարության։ Չեմ կարող ասել որտեղից, բայց ճիշտ գիտեք, այդ իմ բնավորության գիծը առհասարակ նվիրվող եմ բոլոր հարցերում։ Շատ հաճախ չեմ էլ ակնկալում փոխադարձը։ Բայց լինում են դեպքեր, երբ փոխադարձի բացակայությունը վրդովեցնում է, որ չկա փոխադարձ, ասենք այն ինչը տվել եմ, հետ ստանամ, բայց եւ այնպես մեծ մասամբ հաճախ ինձ ավելի բավականություն է պատճառում, երբ իմ նվիրվածությունը վայելում է դիմացինս, հասկանում ու գնահատում է դիմացինս։
Ընտանիքի անդամներից եք պահանջում նվիրվածություն։ Չեմ պահանջում, բայց ստանում եմ։ Եթե չստանա, երևի կպահանջի, բայց ստանում եմ։ Իսկ եթե չստանայիք, նեղած կոտություն կդրսևորեիք։ Թեկուզ ներքուստ։ Բնականաբար կլիներ ներքուստ, բայց ստանում եմ, դրա համար չեմ կարողանում այդ հարցին ընտանիքի հետ կապված պատասխանել, ստանում եմ։ Ինձ նաև ասել են, ինքս էլ նկատել եմ, թե այսօր եւ թե առհասարակ ձեզ այդ շփման մեջ դուք հաճախ եք նայում ժամացույցին։ Եվ նույնիսկ վիրահատությունները կազմակերպելիս գիտեմ, որ եթե ասում եք, որ օրինակ 2-ին 5 պակաս պացիենտը պիտի լինի վիրահատարանում, ապա նա անպայման այդ ժամին պիտի լինի վիրահատարանում։ Բժշկական կյանքի հոսքի մեջ դուք հասցնում եք ժամանակը կառավարել։ Եվ արդյոք պետք է ձեզ ժամանակը կառավարել։ Ինչ որտեղ պետք է, այո, կառավարել այդ ժամանակը, ոչ միշտ է հաջողվում այդ ֆիքսված ժամը իրականություն դարձնել, բայց աշխատում եմ, որ այդպես լինի։ Դա օգնում է շատ հարցեր ճիշտ ժամանակին լուծելու, շատ հարցեր ճիշտ տեղում դնելու։ Ասում են նաև, տեսեք ինչքան բան են ձեր մասին ասում։ Ասում են նաև, որ դուք ցույց եք տալիս, որ ձեզ խաբել չի լինի։ Այ եթե ու հանկարծ խաբեցին։ Ներողամիտ եք գտնվում։ Դուրս գանք բժշկական իրականությունից, դուրս գանք մասնագիտական դաշտից, գնանք կյանք։ Եթե հաջողել է ինչ-որ մեկը ու խաբել է ձեզ։ Ներողամիտ եք։ Եթե հասկացել եմ, որ ինձ խաբել են, ամենայն դեպս հնարավոր է շատ խիստ վերաբերմունք չցուցաբերեմ, բայց հաստատ մի բան կանեմ։ Ցույց տալու համար, որ հասկացել եմ, որ ինձ խաբել են եւ կպահանջեմ, որ այդպես պետք չի վարվել։ Երբ ուզում եք ինչ-որ մեկին մի լավ խոսք ասել կամ հաճախոսություն, ասում եք ես հիանում եմ քեզնով։ Ասում եք, չէ՞։ Դե որ գիտեք, ուրեմն ասած կլինեմ։ Ում խոսքն է եւ ում հիացմունքն է, որ ձեզ համար կարեւոր է, որոշիչ է։ Ում գնահատականն է, որ ձեր կյանքում դեր է խաղում։ Ընդհանուր ասում շրջապատիս։ Եթե խոսքը վերաբերում է աշխատանքի վայրին, ինչ շրջապատող հարազատ մարդկանց, դրսում ընտանիքիս, մերձավորներիս։ Իսկ դուք հեշտ եք այդ հիացական խոսքերը ասում։ Երևի սիրում եմ հաջողախոսել եւ զգալով, որ դիմացինս իմ հաջողախոսությունից իրեն լավ է զգում, երբեմն շռայլ եմ նաև լինում։ Այդպես ասեմ։ Ձեր նկատմամբ նույնքան շռայլ գտնվում են։ Դուք բավականին երկար է ոլորտում եք ու բավականին կյանքեր եք փրկել։ Այդ ձեր արած աշխատանքի վերաբերյալ ձեզ բարի խոսքեր շռայլում են, թե ոչ։ Կարող եմ ասել այո։ Նույնիսկ երբեմն այնքան չափից շատ է լինում, որ կուզենամ չլսել, չզգալ։ Շատ անգամներ գերադասում եմ, ասենք, չլինի բուժարուի բուժված, ասենք, բուժարուի կողմից արտահայտված գովեստի խոսքը, մի քիչ ինչի՞ չէ նաև ճոխ նախադասությունները։ Շատ հաճախ գերադասում եմ չլսել։ Չգիտեմ ինչի, բայց գերադասում եմ չլսել։ Իսկ երբ լսում եք, ինչպես եք արձագանքում։ Շատ սովորական։ Գուցե շատ եմ լսել դրա համար է սովորական դառել։ Ձեզ բնութագրում եմ որպես ազնիվ, բարի, ուղղախոս, մեջքից չհարվածող, օգնող մարդ, տեսակ։ Ինքներդ ինչ կասեք ձեր մասին։ Սիրում եմ ճիշտ լինել։ Հնարավորինս ճիշտ լինել։ Չվնասել դիմացինիս, կողքինիս։ Բայց հիմա ձեզ պիտի ընդհատեմ։ Ինչ ասել է լինել ճիշտ։ Բացարձակ ճշմարտության ձեր սահմանները որոնք են։ Ընդհանուր մարդկության ճիշտ գաղափարների, ճիշտ այսպես ասեմ, իմաստության մարդկային գաղափարների շրջանակներում ընդունված ընդհանուր ճիշտ է։
նախկինում ստացվեց ձևակերպումս, թե չի այդպես։ Իմ համար ճիշտ այն է, որ դա չի վնասում, դա բարի է, դա կօգնի մեկին, այդպես շատ նախադասություններ կարելի ասել։ Դուք ինքներդ էլ գիտեք, որ ճշտի սահմանում երևի բացարձակ գոյություն չունի, ամեն մարդու համար գուցե դա անհատական է, բայց գլոբալ առումով գոյություն ունի ընդհանուր, որի շուրջ հավաքվում է յուրաքանչյուր անձի ճիշտը։ Բայց ձեր կյանքում բացարձակ ճշմարտություններ կան։ Մի բան, որին անվերապահորեն հավատում եք։ Մի բան, որ գիտեք, որ հաստատ ճիշտ է, որ ոչինչ չի փոխի, ոչ ժամանակը, ոչ մարդիկ, ոչ իրողությունները։ Իմ անձի համար ասեմ, գիտեմ մի բան, որ վատ բան անել երևի չեմ կարող, որը վատ կլինի, շատ վատ։ Ես էլի վերադարձա այն կետին, երբ ձեր մասին ասում էին, որ դուք երբեք մեջքից չեք հարվածի։ Երևի ճիշտ են նկատել, չեմ էլ մտածել մեջքից հարվածելու մասին։ Չեն էլ եղել այնպիսի դեպքեր երևի, որ պետք է մեջքից հարվածել, կամ մտածեմ այդ ուղղությամբ։ Դուք բազմիցս այս րոպեների ընթացքում բարի, բարություն բառը շեշտեցիք։ Այդ չի լինում, որ ձեր բարությունը շահագործեն։ Լինում է։ Բա հետո ի՞նչ է լինում։ Երբ զգում եք, որ այ բարի եք, բայց բարության այլ ընտրանքներ չունեք, բայց դիմացին էլ շահագործում է։ Անկեղծ ասեմ, փորձում եմ չարանալ։ Բայց հիմնավոր չարանալ ինչ որ այնպիսի գործողություն անել, որի համար կզղջամ, երևի շատ հազվադեպ է լինում, բայց չարանում եմ։ Դժվար եմ պատկերացնում, բայց որ ասում եք, հունից դուրս գալիս եք բժիշկ, որովհետև մասնագիտական դաշտում առնվազն այնպիսի մթնոլորտում եք աշխատում, որ նյարդերը կարող են շատ հանգիստ տեղի տալ։ Ղեկավարում եք մեծ անձնակազմ, մեծ թվով պացիենտներ, նյարդային պահերը վստահ եմ լինում են։ Նախկինում ավելի շատ ինքնատիրապետման եւ ինքնազսման պահերը կարողացել եմ հսկել, բայց երևի տարիների ընթացքում աշխատանքի բերումով հոգնածություն եւ այլն լինում են պորտկումներ, լինում են, որ համբերության սահմաններից, այսպես ասած, դուրս եմ գալիս, բայց անկեղծ ասեմ, զղջում լինում է հետո։ Մտածելով, որ կարելի է ուրիշ ձև անել, բայց լինում են գործի բերումով։ Երբ զղջում եք, հեշտ եք ասում ներողություն։ Բավականին։ Իմանալով, որ դրանից ես վնաս չեմ կրում։ Ձեզ ընկերական շրջապատում պաշտոնապես ընկերության հոգի են անվանում, որովհետև դուք միշտ տրամադրություն եք ապահովում, միշտ դրական մթնոլորտ եք ստեղծում։ Ուզում եմ մի քիչ էլ ընկերական շրջապատի մասին խոսել։ Հեշտ եք ընկեր ընտրում, հեշտ եք մարդուն ընկեր անվանում։ Ոչ այդքան հեշտ, ընկերներ ունեմ եւ բժշկական աշխարհում, եւ ուսանողական, մանկական, դպրոցական, որոնցից քչերն են մնացել որպես ընկերներ։ Սիրում եմ նվիրվել ընկերներիս։ Աշխատանքի բերումով ստացվել է այնպես վերջին տարիներին, որ ուշուշ ենք հանդիպում, բայց հիշողությունները շատ քաղցր են, բոլորին շատ հարգում սիրում եմ եւ կարամ ասեմ նվիրված եմ։ Վերջերս ձեր ծնողների ամուսնության 50-ամյակն էիք նշում։ Հենց դուք եք կազմակերպել, ես չգիտեմ, դա արդեն ոսկե հարսանիք է համարվում։ Այո, 50-ամյակներ, շատ սպասված օր, միայն ես չէ, տիկնոջս եւ տղաներիս հետ միասին, քաղաքից դուրս, եկեղեցում կազմակերպեցինք, այսպես ասած, 50-ամյակի հարսանիք Տեր Հայրի օրհնությամբ բավականին հետաքրքիր անցավ, այնքան ինձ երջանիկ եմ զգում, որ կարողացա ծնողներիս այդ օրը պարգևել։ Դուք չեք պատկերացնի ինչքան երջանիկ էին իրենք։ Անսպասելի էր։ Գիտեին, որ մի բան կարվի, բայց նույնիսկ
թեև եթերում ենք, բայց ինչի չեն ասեմ, հարսանիք այդ սինիով, ամեն ինչով պատրաստել էինք։ Այն որ հայկական ավանդական արվում է, լավաշը, մեղրը, ամեն ինչը։ Դեռ ավելի շատ մորս աչքերի հուզմունքը, ուրախությունը, երջանկությունը իմ ամբողջ կյանքում չեմ մոռանա։ Ոնց էր զարմացած նայում ես ու իրեն երջանիկ զգում։ Այդ 50 տարիներից ինչ եք ժառանգել դուք որպես ընտանեկան արժեք բժիշկ։ Նվիրվածություն։ Ամենաշատը նվիրվածություն։ 92 թվականից ծնողներիս հետ չեմ։ Համասարանական կյանքից սկսած Այո, սկսած համասարանական կյանքից ավելի շատ կարոտում եմ իրենք են ավելի շատ այցելում ես, քան ես գործի բերումով կարողանում եմ գնալ, կարոտում եմ տունը, կարոտում եմ մեր բակը, կարոտում եմ իրանց կողքին լինելը։ Բայց ծնողներս աշխատում են այդ բացը իմ չգնալով, իրենք գալով լրացնել։ Իսկ Գյումրի գնայք ապրելու նորից։ Անկեղծ ասեմ, որ սովորել եմ Երևանին։ Իսկ Երևանը սովորել է ձեզ։ Իհարկե։ Ինչպես եք դա զգում։ Բնակվում եմ այստեղ նորմալ։ Երևի այդպես։ Դե սովորաբար իմ ճանաչած բոլոր գյումրեցիները ասում են, որ իրենց սրտի քաղաքը միևնույն է Գյումրին է։ Ձեր պարագայում էլ է այդպես թե արդեն Երևանը մրցակցության մեջ է։ Սոնա ջան, ես չասեցի, որ իմ սրտի քաղաքը Երևանն է դարձել։ Մնում է Գյումրին, բայց ինչ վերաբերում էլ հետ գնալ Գյումրիում ապրելու, սովորել եմ Երևանին եւ անկեղծ ասեցի, որ կգերադասեմ ապրել այստեղ։ Ահա։ Գնանք զրույցի կենտրոնում ձեր նշած հանգամանքին փաստին իրողությանը, որը չի կարելի շղթել։ Դուք ունեք ֆենոմենալ հիշողություն։ Այդ ֆենոմենալ հիշողության դարակներից խնդրում եմ ձեր բժշկական կարիերայի ամենատպավորիչ դեպքերից մի քանիսը հիշել։ Ամենավառ հիշողությունները, ամենահումորային։ Հումորայինը կարող է դժվարանալ, բայց ամենավառը շատ վառ պահեր են եղել, երևի այն ծանր վիրահատությունից իմ դուրս գալու պահը, երբ դուրս եմ եկել գոհունակությամբ, երբ փրկվել է հիվանդի կյանք, գոհ եմ մնացել իմ արած աշխատանքից, եղել են այդպիսի պահեր, ստույգ ինչ-որ մի օրինակ բերել կդժվարանամ, բայց երևի այդ պահերը։ Ինքս ինձ առհասարակ ինձ համար ավելի ինձ լավ եմ զգացել եւ գոհունակ եմ եղել, երբ հոգով եմ բավարարվել։ Այդպիսի մի զգայարանով հոգով այն ինչը որ զգացել եմ, որ լիարժեք է, դա ինձ ամենամեծ բավարարող պահն է եղել։ Ունեցել եմ այնպիսի վիրահատության, մասնագիտության մեջ այնպիսի պահեր, որ իրոք լիարժեք զգացել եմ այդ հոգու բավարարվածությունը։ Չի եղել օրգանական ոչ մի բան, ասենք նյութական, շոշափելի, բայց իմ հոգին լցված ու բավարարված է եղել իմ արածով։ Խնդրում եմ ավարտեք այս նախադասությունը։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև Ես սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև ծնվել եմ բժիշկ վիրաբույժ լինելու համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ շատ հաճելի էր։ Այսքան անկեղծացած ոչ մի անգամ չկայի։ Հաճելի է լսել։ Մանավանդ տեսախցիկի առաջ։